Այսօր խոսքը հնազանդության մասին թե խոսամ։ Հնազանդությունը հավատքի կյանքում մի բան է, որ հավատքի հետ ուղիղ քայլում է։ Հավատքի հետ ուղիղ քայլում է հնազանդությունը։ Չես կարա Աստծուն հավատաս եւ հնազանդ չլինես։ Մենք ինչով ենք տարբերվում աշխարհից, որ իրանք էլ են ասում մենք հավատում ենք Աստծուն, նու համենայն դեպս մի 90%-ը ասում են մենք հավատում ենք Աստծուն, աշխարհի մարդիկ, բայց չեն հնազանդվում Աստծուն։ Իսկ մենք հավատում ենք եւ հնազանդվում ենք, այսինքն մեր հավատքը լրացվում է հնազանդությամբ։ Ապացույցն է, դա գործն է։ Հակոբոս առաքյալը ասում էր, չի ասում էր, ինչպես հավատքը մեռած առանց ինչպես մարմինը մեռած առանց հոգու, այնպես էլ մեռած է ձեր հավատքը առանց գործերի։ Գործը դա հնազանդությունն է, որ ամբողջովին հնազանդվել Աստծուն, Աստծո խոսքին։ Եթե Աստծո խոսքին ամբողջովին հնազանդվենք, մեր գործերը կարան բարի լինեն, որտեղ այդտեղ ամեն բան բարի է գրած։ Առաջնորդվենք Աստծո խոսքով իր հնազանդությամբ։ Հովհաննես 3:36-ն եմ ուզում կարդամ, ասում է. Որդուն հավատացողը հավիտենական կյանք ունի, իսկ որդուն չհնազանդվողը կյանք չի տեսնի, այլ նրա վրա Աստծո բարկությունը կհասնի։ Տեսեք, այստեղ որդուն հավատացողը եւ հնազանդությունը կապում է իրար հետ։ Այսինքն, եթե հավատում ես, պետք է հնազանդվես որդուն։ Եթե չես հնազանդվում, ուրեմն չես էլ հավատում։ Հակոբոս առաքյալը ասում է մեռած ակու հավատքը առանց գործերի, մեռած հավատք։ Դա մեր ու աշխարհի տարբերությունը, որ մենք տարբերվում ենք նրանցով, որ մեր հավատքը կենթանի է, որտեղ մենք հնազանդվում ենք Աստծուն, իսկ աշխարհի հավատքը դա մեռած է, որտեղ չեն հնազանդվում Աստծուն։ Հնազանդության մասին շատ տեղեր կա գրած Աստծո խոսքի մեջ, շատ տեղեր կա գրած Աստծո խոսքի մեջ Աբրահամի մասին, որ Աբրահամը հավատում էր, ինքը դրա համար կոչվեց հավատքի այր ու հնազանդվեց։ Ինքը հավատում էր Աստծուն, որ Աստված կարա Իսահակին մոխիրներից կենդանություն տա, հարություն տա, ու ինքը հնազանդ, երբ որ Աստված ասեց տար պիտի տանես ողջակեզ մատաղ անես, ինքը վստահեց Աստծուն եւ ինքը հնազանդվեց Աստծո խոսքին։ Ինքը չերկմտեց, ինքը չասեց լավ էլի Տեր Աստված, ասենք եթե լեն այտենց գրած կներ, ինքը ոչ մի բան, ճիշտ է, կարա ասենք ինքը ներքին ասենք որպես հայր, որպես ծնող անհանգստություն ունենա, դա ու վերջը ասենք իր որդին էր, բայց ինքը հնազանդվեց Աստծո խոսքին։ Բոլոր տեղերում առանց հնազանդությամբ չի կարա հավատք լինի։ Հավատքը դա կենթանացնում է մեր հնազանդությունը մեր մեջ։ Որպեսզի մեռած հավատք չլինի, պետք է հնազանդ լինենք Աստծուն։ Տեր Հիսուսը ինքը հնազանդ եղավ Հորը, երբ որ եկավ գործը կատարելու, ինքը հնազանդվեց, ամեն ինչ արեց։ Եվ մենք իրան տեսնելով պետք է այդ հնազանդությունը իրանից ժառանգենք։ Հռոմեացիների 5:19-ն եմ ուզում կարդամ, որովհետև ինչպես մեկ մարդու անհնազանդությամբ շատերը մեղավոր եղան, այնպես էլ մեկի հնազանդությամբ շատերը արդար կլինեն։ Ադամի անհնազանդությունը, հենց առաջի մեղքը, հենց անհնազանդության միջոցով մեղքը եկավ աշխարհ։ Տերը պատվիրել էր, ասել էր չանես, իսկ Եվան անհնազանդ գտնվեց, Ադամն էլ անհնազանդ գտնվեց, ու եթե նայում ենք, ասենք բոլոր մնացած, ասենք հավատքի հայրերը, Ադամը ամենաշատը պետք է որ հավատար, որտեղ Տիրոջ հետ շփվում էր եւ Տիրոջ հետ քայլում էր Եդեմի մեջ։ Ինքը այն ժամանակ անմեղ էր եւ Աստված հաճոյում էր, ասենք իր հետ քայլել։ Ու ինքը տեսել էր Տիրոջը։ Բայց անհնազանդությունը ինչ բերեց աշխարհ։ Անհնազանդությունը առաջի բանը եւ սատանան էլ ինքը անհնազանդ գտնվեց Աստծուն։ Ամենաառաջի մեղքը տիեզերքում որ եղել է, սատանան ինքը անհնազանդ գտնվեց Աստծուն։
ինքը իր գեղեցկությունը իրան հպարտացեց, ինքը հնազանդ չգտնվեց, ինքը եւ Ադամն էլ նույնը եւ այտենց շարունակաբար բոլոր մոդելում եղած են եւ Հիսուսը ասում է որովհետեւ ինչպես մեկ մարդու անհնազանդությամբ, այսինքն Ադամի անհնազանդությամբ շատերը մեղավոր եղան, այնպես էլ մեկի հնազանդությամբ, Տեր Հիսուսի հնազանդությամբ բոլորը անմեղ են դառնում, այսինքն ինքը հնազանդվեց, մենք հնազանդվում ենք Տիրոջը եւ այդ հնազանդությունը, որը որ մեր հավատքի կենթանարար շունչն է, մեզի արդարացնում է Տիրոջ մոտ։ Գաղատացիների 5-ի 7-ում Պողոս առաքյալը հետաքրքիր բան ասում, ասում է լավ եք ընթանում ձեզ ով հետ կանգնեցեց, որ ճշմարտությանը չհնազանդվեք։ Շատ կարևոր է, այստեղ ինչի է, այսի շատ կարևոր բան է ասում Պողոս առաքյալը, որ բոլորը սկզբից լավ ընթանում են, բայց կարևորը որ հնազանդությամբ գնանք միջև վերջ։ Ասում լավ եք ընթանում ձեզով, բան արեց, որ անհնազանդ գտնվեցիք։ Շատ կարևոր է, շատ ուշադիր պետք է լինենք, որ հանկարծակի անհնազանդություն չառաջանա մեր մոտ Աստծո խոսքի նկատմամբ, որպեսզի չգնանք աշխարհ։ Շատերը կան, սկիզբը լավ սկսում են, բայց վերջը անհնազանդությամբ գնում են աշխարհ, իսկ Պողոս առաքյալը ինչ էր ասում էր հավատքս կատարեցի, ընթացքս պահեցի։ Ընթացքը, հենց այդ ընթացքն է, որ ստեղ որ հավատարմությունն է, որ ընթացքը պահես հավատարիմ մնաս Աստծուն, Աստծո խոսքին հավատարիմ բոլոր պարագաներում պետք մնալ, որովհետև ստեղ չկա, ասենք, մի հատ այնպես բան, որ կարող է պատահի հանկարծակի բան լինի։ Մարդու խելքով չի գրված։ Աշխարհը չի հասկանում։ Ես այն օրը մեր բարեկամների հետ խոսում եմ, իրանք դե աշխարհիկ մարդիկ են, ասում եմ դե 2000 տարի արդեն անց է խոսքը ու ինչքան ձեռը անց է, ասում եմ, կարան փոխված լինեն։ Ասեմ հնարավոր չի, որովհետև էսի Աստծո խոսքն է։ Եթե մարդիկ գրած լինեին, ասեմ հնարավոր է որ բաներ, Աստված ցույց չէ տա որ իր խոսքը հանկարծակի փոխվեր։ Բայց մարդիկ չեն կարող այդ ընդունեն։ Մարդիկ այսօր ոնց են ընդունում, օրինակ իմ բարեկամները ոնց են ընդունում, ասենք իրանք, որ դու պետք է հավատարիմ լինես երեխա ժամանակվանից։ Եթե դու մեծ ես, արդեն всё, քեզի փրկություն չկա։ Մարդը չի կարող հավատա, որ կարողա, ասենք խոսքի ծեր մարդը, որը որ Հիսուսին նոր է ճանաչում ու ընդունելա ու ինքը երկին գնա։ Չես կարող մարդուն ապացուցես, որ Աչակոյման ավազակը ինչ գերբնական հավատք ուներ, որ իր հետ խաչվողին, որ իր հետ չի էլ քայլ է, ասենք համեմատաբար աշակերտների, այսինքն աշակերտները փախան գնացին բացի Հովանեսից, բայց այդ մեկը բան չի արել, բայց ինչ հավատքներ, ասում եմ, տես ինչ հավատք ունի, ես իրան ասում Աչակոյման ավազակը գերբնական հավատք ուներ, իր հետ խաչվողին ասում է, Տեր, հիշիր ինձ, երբ որ քո թագավորությունը մոտ գաս։ Տերն էլ չի ասում, գնամ, մտածեմ, ասում է, այսօր ճշմարիտ եմ ասում, քեզ այսօր իմ հետ դրախտում կլինես։ Ասեմ ինքը Հիսուսը իշխանությունը ունի ինքը, դրա համար ինքը ասում է, իր խոսքը հաստատուն է, կենթանի է իր խոսքը, ասում է, այսօր ու всё, այտենց կա, բայց մարդիկ չեն կարող բանել։ Իրան ինքը չի կարող պատկերացնել, ինքը հետաքրքիր էր, ասում է, մի հատ ծանոթ տղա կար, ասում է ինքը ոչմ այտենց բանը նարկոտիկներ է օգտագործում, շատ ծանր, ասում է, հիմա ինքը հավատացյալ մի հատ քույրիկի հետ է ծանոթացել, իրանք ամուսնացել են, այս տղեն ապաշխարել է, եկեղեցի է գնում, ասում է, ոնց կարող պատահի այդ մարդուն Աստված սիրի։ Ասեմ, հենց այդ մարդկանց համար է եկե, ով որ իրան հիվանդ է համարում, ասում է, ես հիվանդ, Հիսուս ասում, ես իրան բերում եմ խոսքից, բայց չի մտնում, փակ է մարդու մոտ։ Այդ վիճակն է այսօր աշխարհը, այդ վիճակն է, որ մարդու մոտ փակ է, որ ասենք խոսքի Տերը եկել է այն մարդկանց համար, ովքեր որ իրանց հիվանդ են կարծում։ Ասում է, ես եկել եմ առողջների համար չեմ եկել, ես հիվանդների համար եմ եկել, բայց այս մարդիկ չեն հասկանում։ Իր պատկերացումով կա մի հատ ուժ վերևում, մի հատ գերբնական ուժ կա, ասում է, ու всё, էտա, ասենք, չկա Հիսուսը, չկա փրկություն, չկա հավատարմություն Աստծուն, չկա փրկություն։
Բոլոր մեր պարագաներում կյանքում Աստված անց է դրե ընտանիք ծնող երեխա հարաբերությունները, որ մեր համար պարզ լինի։ Մենք իր հետ ինքը մեր ծնողն է, երկնավոր հայրն է, մենք էլ ունենք մեր երեխաները, ովքեր որ չունեն, Տերը կօրհնի կունենան, կհասկանան, որ ինչքան դժվար է, երբ որ երեխան քեզ անհնազանդ է գտնվում, ինչքան ծանր է, դու ջղայնանում ես, չես կարող ասենք համբերատար լինես, ասենք ինչքան ծանր է մեր համար։ Այդքան էլ ծանր է մեր երկնավոր հոր համար, որ մենք անհնազանդ ենք գտնվում իրան։ Չենք լսում, ի տարբերություն մեզ ինքը սուրբ է, սուրբերի սուրբն է։ Հա, մենք էլ մարդ ենք։ Ես մեր բարեկամին ասում եմ, պատկերացնում ենք, ասեմ մենք ում այդ գործ ունենք, ասեմ Հիսուսը ասում եմ ինքը ասենք անենց զորություն ունի, ինքը ասենք անենց գեբնական զորություն ունի, ասում եմ դու իրան ասենք չես բանում, իր փոխարեն որոշում ես կարծում ես խիա ինքը բանանում, ներում այտենց մարդկանց։ Այդ վիճակն է մարդկանց մոտ։ Տերը ողորմի, իրոք Տերը ողորմի, պրոստը զարմանում ես, ասենք խոսքի, որ ահագին խելացի մարդիկ կան տարիքով, ասենք իրանք ասենք ինչ-որ գործեր են անում բան, բայց ասենք հավատքի մեջ մեռած են։ Պրոստը ասենք չեն պատկերացնում, ասենք խոսքի, որ Աստված ով է, ասենք այս ասեմ դու քրիստոնյա ես, ասում հա, ասեմ դու քրիստոնյա ես, բայց քրիստոնեությունից զրո ես։ Ոնց կարաս դու ասես ես քրիստոնյա եմ, ու դու քրիստոնեություն չիմանաս, ասեմ գիրք կարդում ես, ասում չէ։ Չեն վստահում իրանք, գրքին չեն վստահում, ասում դե հիմա մեկը կարող է արտագրած լինի, մի հատ սխալ գրած լինի։ Այդ բանը ես շատերից եմ լսել, ճիշտ ասած։ Ես իմ ընկերներից եմ լսել աշխարհիկ մարդիկ, որ կան։ Այդ բանը շատերից եմ լսել, որ մարդիկ չեն կարող հասկանալ, որ ասենք հնարավոր չի։ Ասեմ հնարավոր չի, ասեմ, էսի որ կարդաս այդտեղ անենց իդեալնի է ամեն ինչ գրած, պրոստը իդեալնի է գրած, որ հնարավոր չի մարդ իր խելքով աներ ու սխալներ թույլ չտար։ Տերը օրհնի, որ մենք հնազանդվենք Աստծո խոսքին։ Շատ բաներ կա Աստվածաշնչի մեջ գրած է, որ կարող է մեր տվյալ կյանքի պարագայում մեր դուրը չի գալիս։ Մեր սրտով չի, բայց էդի պետք է հնազանդվենք դրան, որովհետև էդի ճշմարտությունն է, իսկ մենք չէ։ Աստված ճշմարիտ է եւ ամեն մարդ սուտ։ Իր խելքով եթե շարժվես, քո խելքով շարժվես, մեր խելքով ինչ կարանք անենք, ոչ մի բան, ոչ էլ կարանք, ասենք ինչ որ մարդը ինքնից ոչ մի բան չի կարող անել։ Ասма չես կարա մի մազը սպիտակ սարքես, մի հատ մազ չես կարա դու քեզանով սպիտակ սարքես։ Այնպես որ մենք միշտ հնազանդվենք Աստծուն, Աստծու խոսքով շարժվենք։ Այստեղ ամեն բան գրած է մեր կյանքի մասին, Աստվածաշնչի մեջ։ Ամեն պարագայում ես իրոք միշտ կարդում եմ ու զարմանում եմ, որ ինչքան ասենք խոսքի տեղեր է լինում, որ ասենք կարդում ես ու հասկանում ես, որ ասենք խոսքի ու հիշում ես, ասենք կյանքիդ մեջ որ բաներ կա, որ դու որոշումներ ես արել, որ եթե այս շատ կարդացած լինեինք, այդ որոշումները ավելի ճիշտ որոշումներ կարած կլինեինք։ Դրա համար տվել է, ասма այնքան բաներ արել Տեր Հիսուսը եւ իր աշակերտները, որ աշխարհում ասма չէ տեղանի գրքերը, բայց մի հատ գիրք հա տվել մեզի, մի հատ գիրք, որի մեջ որ ասենք всё необходимо, ոնց որ ասած, որ մենք հաճելի ենք Աստծուն։ Այս կամով մենք արդեն հաճելի ենք Աստծուն։ Ես հիշում եմ մի պարագա, երբ որ Տեր Հիսուսը Պետրոսին ասեց երբ որ ինքը հարությունից հետո ասեց գնացեք Գալիլեա, սպասեք ինձ, եւ իրանք ինչ հաստատեցին, որ Պետրոս Արաքյալը ինքը եղբայրներին ասեց գնում եմ ձուկ բռնելու եւ ընդ մի քանիսը ասում մենք էլ ենք գալիս։ Գնացին ձուկ բռնելու։ Ու երբ որ ձուկ էին բռնում նավակի վրան, սաղ գիշեր ասма չհաշարվեցին, ոչ մի բան չբռնեցին։ Եվ առավոտը արդեն տեսան մեկին, որ ասեց այս կողմը գցեք, ասեց կբռնեք։ Հա, գցեցին ու այնքան շատ էր ձկները, որ չեն կարող հանային։ Ձկները ասма պատրվում էր սետկան 153 հատ, եթե չեմ սխալվում, ձկներ էին մեծ։ Հա, երբ որ իրան չեն ճանաչում, երբ որ ասեց Հովհաննես ասեց Տերն է, եւ Պետրոս Արաքյալը ինքը մերկ էր, վերխին բան հակուս չկար, ինքը իրան գցեց ջուրը։ Հա, երբ որ եկավ բարձացավ, այնտեղ ասма բան կար,
կրակ կար, որ ասեց ուտելու բան ունեք, այնտեղ ասին չունենք, կրակ կար, նու այդ ձկներից բերեցին, դրեցին, խորվեցին կերան եւ ինչ ասեց Տեր Հիսուսը, ասեց ինձ ես շատ սիրում, թե սրանց, այսինքն այս գործը, ասեց արի իմ հետևից։ Այսինքն ես ձեզ ասել էի գնացեք, սպասեք, բայց դուք ելել եք ձեր գործերով եք գնացել։ Դրա համար 3 անգամ ինքը ասեց եթե ինձ սիրում ես, ասեց սիրում ես ինձ, ասեց գիտես, ասեց Տեր որ սիրում եմ քեզ, ասեց արի իմ հետևից։ 3 անգամ կրկնեց էդի, որ այսինքն ես ձեզ եթե ասում եմ սա արեք, ուրեմն սա արեք, դուք մի գնացեք ոչ մի բան։ Տերը չէր հոգալու իրանց ուտելիքը, հոգալու էր։ Հնազանդություն բոլոր, եթե Տերը ստեղ գրածը ասում է էս արեք, եթե Տերը ասում է կնոջը դու պետք է հնազանդ լինես քո ամուսնուն, ուրեմն պետք է հնազանդ լինես քո ամուսնուն։ Եթե ամուսնուն ասում է պետք է տեր լինես, ուրեմն պետք է տեր լինես, անես տեր չէ որ ասենք բանի են բազազ արտեմի նման որ ծեծը մերքի քորին, ասենք այտենց տեր չէ։ Այսինքն տեր ոնց տեր լինես, սիրես ոնց որ քեզ սիրեմ։ Եթե դու քո նման սիրես քո կնոջը, դու քո կնոջ վրա ձեռք չես բարձրացնի։ Հա, աշխարհի ժամանակներում մարդիկ անմիտ լինում են, ասենք այտենց այդ ամեն ինչը կատարվում է։ Բայց ամեն ինչ գալիս է փոխաբեր հարաբերություններով, այսինքն եթե կինը հնազանդ է եւ ամուսինը տեր է, այդտեղ ամեն ինչ լավ է լինելու, այսինքն մենք լինելու ենք Տիրոջ խոսքի մեջ, բայց եթե մեկն ու մեկը խախտում է այդ օրենքը, այսինքն մենք խոսքից դուրս ենք գալուս, այսինքն մենք չենք հնազանդվում էլի Տիրոջը։ Ամեն պարագայում շատ կարևոր է որ մենք հնազանդվենք Տիրոջը իր խոսքին։ Եթե հնազանդվենք, մեր տների մեջ խաղաղություն կլինի, օրհնությունները կլինի անպայման։ Եվ հնազանդվենք ինչի մեջ հնազանդվենք։ Աղոթքի մեջ Տեր ասում է աղոթեք, որ փորձության մեջ չընկնեք։ Պատվեր է տված Պետրոսին եւ մնացած աշակերտներին, երբ որ ինքը գնում էր լեռը աղոթելու խաչելությունից առաջ, ասեց աղոթեք, որ փորձության մեջ չընկնեք, ոչ թե փորձության մեջ ընկնեք, նոր աղոթեք, որպեսզի խնդրեմը արդեն դժվար է լուծվելու, այսինքն դու այդ ցավի մեջով անցնելու ես, նոր Տերը լուծելու է, այդ դու աղոթի, որ այդ ցավի մեջ ցավը չգա վրեդ, հետո ասենք ծանր չտանես, եթե դու աղոթես, ասում եմ աղոթեք, որ փորձության մեջ չընկնեք, հնազանդություն, Տիրոջ հնազանդություն, ինչով ենք հնազանդվում Տիրոջը, որ մեկտեղ հավաքվելը չթողնենք, շատ կարևոր է։ Ինչ են կարծում Տերը եկուց, ես մտածում եմ իմ մտածելակերպով, որ Տերը կարող հանդիմանի շատ մարդկանց, որ դուք այսինչ ժամանակները ձեր այս ամեն ինչը ավելի շատ գնահատեցիք, քան թե իմ բանը։ Այդ ժամանակ դու կարաս աղոթքաժողովին գաս, մի հատ աղոթելու ժամանակ մի հատ հայտնություն ստանաս Տիրոջից, մեկի մասին անպայման գալիս էստեղ մեկանում ենք, բոլորով աղոթում ենք, մեկանում ենք, դա մի հատ մեկություն է, ասենք, որ լինում է, եւ ինչ ենք անում, հնազանդվում ենք Տիրոջը, աղոթում ենք մեկս մեկի համար, աղոթում ենք մեր խնդիրների համար, աղոթում ենք, որ Տիրոջ խոսքը օրհնվի, տարածվի, ամեն ինչի համար աղոթում ենք, հնազանդություն է Տիրոջը, տնային խմբակներին, Տերը կարող է այդ օրը քեզի մի հատ խոսք տա, մի հատ խոսք տա, դու կարաս վաղը ինչ-որ խնդիր ունենաս, բայց Տերը գիտի որ վաղը դու խնդիր ես ունենալու, այդ օրը Տերը արդեն քեզ ձեռ է մեկնել, բայց դու չես գալիս տնային խմբակին եւ չես ստանում այդ հայտնությունը Տիրոջից։ Հնազանդությունը մեծ ինքը շատ լայն ինքը բառ է, որ ամեն ինչ մտնում է հնազանդության մեջ։ Չես կարող սիրես եւ հնազանդ չլինես։ Քո սերը, քո երեխայի ամուսնուդ, եղբորդ, ամեն քո հարևանիդ, ընկերոջդ նկատմամբ ապացուցվում է հնազանդությամբ։ Եթե դու հնազանդվում ես քո ընկերոջը, քո ընկերոջ խոսքին, Տիրոջ խոսքին հնազանդվում ես, ուրեմն սիրում ես իրան, քո սերը անկեղծ է։